Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է բազմաթիվ հիվանդությունների և միակ առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ ձեզ շատ լավ ծանոթ մեր հեռախոսահամարը 54 89 34 և մեր էլեկտրոնային փոստի հասցեն շտապ օգնություն շնիկ ararat@tv.am Այսօր մենք խոսելու ենք ոչ թե կոնկրետ հիվանդության մասին, այլ մեր տաղավարում է հետաքրքիր մի հյուր առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայության պատասխանատու Հասմիկ Հարությունյանը եւ ինչպես եւ խոստացել էինք ձեզ այսօր մեր տաղավարը վերահացվելու կարծես առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայությանը եւ դուք կարող եք զանգահարել այս ոլորտի հետ առնչվող ցանկացած հարցով, ասեմ որ արդեն բազմաթիվ նամակներ ստացել ենք մեր անոնսից հետո։ Բարև ձեզ Հասմիկ, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Հասմիկ, նախ ուզում եմ հասկանալ, օրինակ այսօր քանի զանգ եք ստացել եւ հիմնականում զանգերը ինչ թեմաներով են լինում։ Այսօր ստացել ենք մոտ 57 հեռախոսազանգ, զանգերը տարբեր բնույթի են, հիմնական տեղեկատվական բնույթի են լինում, այս կամ այն առողջապահական իրավունքի վերաբերյալ, տարբեր խնդիրներով են քաղաքացիները դիմում, ինչպես դիմեն բժշկական կենտրոններ, ինչպես դեղորայք ստանալ, որ հարցերի վերաբերյալ իրենք կարող են տեղեկատվություն ստանալ բժշկական կենտրոններից, պոլիկլինիկայում իր ծառայություններից կարող են օգտվել, հարցերը տարբեր բնույթի են։ Իսկ լինում է, որ զանգահարել եւ ասենք շնորհակալություն հայտնել բուժումից հետո կամ այսինքն որ միայն բողոքավոր զանգեր չլինեն։ Այո, լինում են, որը շատ ուրախացնում է մեզ, ստացել ենք օրինակ այս տարի մինչ 10-րդ ամիսի, երբ որ մենք ամփոփեցինք, արդեն 20 շնորհակալական նամակներ ենք ստացել, որոնք ուղղված են տարբեր բժշկական կենտրոնների բուժաշխատողներին, իրենց բուժօգնություն ցուցաբերելու, լավ վերաբերմունք ցուցաբերելու հարցերի վերաբերյալ։ Որքան ընդհանուր զանգերի մեջ է 20-ը շնորհակալական նամակ եղել։ Երբ որ համեմատում 10 ամսվա մեջ դուք նշեցիք, որ 10 ամիս արդեն ամփոփել եք։ 10 ամսվա մեջ մենք արդեն ունեցել ենք մոտ 12,000 հեռախոսազանգ, որը մյուս տարվա 10 ամսվա հետ երբ որ համեմատում ենք, մենք տեսնում ենք, որ 17%-ով բարձրացել է քաղաքացիների դիմելիությունը, որը մեզ անձամբ շատ ուրախացնում է։ Իդեպ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, որոնք վստահում են մեզ։ Դա խոսում է նրա մասին, որ քաղաքացիների իրազեկվածությունը բարձրանում է եւ նախարարության նպատակը, կոնկրետ այս ծառայության նպատակը կայանում է նրանում, որ քաղաքացիները իրազեկվեն իրենց իրավունքների մասին եւ բժշկական կենտրոն դիմելուց հստակ իմանան իրենք ինչ իրավունքներ եւ պարտականություններ ունեն։ Երբ որ մեծանում է Հասմիկ, այդ զանգերի թիվը, որ աճել է, դուք նշեցիք, որ մոտավորապես 15%-ով դա պայմանավորում եք միայն նրանով, որ վստահում են մարդիկ, թե հնարավոր է սկսել են ավելի շատ չվստահել բժշկական կենտրոններին, թե ստատիստիկան նման հետազոտություն չի արել, այսինքն ըստ զանգերի քանակի, դուք ասում եք, որ 20 զանգ շնորհակալության խոսքով է եղել, բայց 12,000 զանգի մեջ 20-ը շատ քիչ է։ Հնարավոր է, որ քիչ է, միգուցե համաձայնվի ձեզ հետ, բայց հիմնականում քաղաքացիները նախարարությունը աշխատանքներ է տանում իրազեկվածությունը մեծացնելու նպատակով։ Օրինակ մենք մեր ծառայության միջոցով ծառայությունն նախ ուզում եմ նշել, որ այն 24 ժամ աշխատում է եւ ցանկացած պահի քաղաքացիները կարող են դիմել եւ ստանալ իրենց հարցի պատասխանը։ Նաև մենք ունենք մեր դարանում, մեր առողջապահության պաշտոնական կայքում նոր տեղադրված է իմ իրավունքը դարանը, որտեղ նույնպես կարող են քաղաքացիները դիմել իրենց հարցերով, իրենց առողջապահական իրավունքի մասին ստանալ տեղեկատվություն։ Երբ որ քաղաքացին դիմում է բժշկական կենտրոն, այնտեղ մենք տրամադրում ենք նաև իրազեկման թերթիկ, որում նույնպես նշված է այն իրավունքները եւ պարտականությունները եւ բժշկական ծառայությունների այն ծավալը, որոնք իրենք պարտավոր են բժշկական կենտրոնում ստանալու։ Տարբեր մեխանիզմներով փորձում ենք մեծացնել իրազեկման աշխատանքները, քանի որ կարևորում ենք բժիշկ հիվանդ իրավահարաբերությունները։
Այո, Հասմիկ, ովքեր են պատասխանում քաղաքացիների հարցերին։ Դուք անձամբ որպես ծառայության ղեկավար նույնպես պատասխանում եք, թե աշխատակիցներն առանձին են, քանի հոգի է աշխատում, քանի հեռախոսահամարով կարող են մարդիկ զանգահարել եւ առիթը բայց չթողնենք եւ մեկ անգամ եւս հեռախոսահամարները ներկայացնենք։ Ծառայությունում ներկապահին աշխատում են 3 աշխատակիցներ, բոլորը բարձրագույն կրթություն ունեն, կան իրավաբանական կրթություն ունեն բժշկական կրթություն եւ բարձրագույն կրթություն ունեցող անձիկ են աշխատում։ Ներկապահին գործող հեռախոսահամարը 1-ն է, 528872-ն է, որը նշեցի շուրջօրյա է։ Ցանկացած պահի կարող են դիմել քաղաքացիները։ Այսինքն դուք 3 աշխատակիցներով հերթափոխով եք աշխատում գիշերը նույնպես։ Գիշերային աշխատանքի համար սահմանված է հերթապահություն, որը որ այդ 3-ից դուրս կատարվում է։ Իհարկե բոլոր հրատապարծերով կապ հաստատվում է եւ խնդիրները բոլորը կարգավորվում են։ Այո։ Ունենք նաև էլեկտրոնային հասցեներ, hotline shnik.moh.am, info shnik.moh.am եւ այդ էլեկտրոնային հասցեներով նույնպես քաղաքացիները կարող են հարցեր ուղղել եւ իրենց հարցերի պատասխանը ստանալ գրավոր։ Ձեզ դիմում են բոլոր տարիքի քաղաքացիները, տարբեր սեռի, թե հիմնականում կանայք են զանգահարում կամ ասենք 40-նանց, 50-նանց արել եք նման հետազոտություն։ Նման հետազոտություն ճիշտ ասած չեն կատարել, բայց հիմնականում դիմում են այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն։ Այդպես չեմ կարող ասել ճիշտ ասած, որովհետև ուշադրություն չեմ դարձրել անկեղծ ասած դրան։ Տարբեր տարիքային խմբերում երիտասարդ ծնողները զանգահարում են, ասենք ավելի երիտասարդ տարիքի կանայք իրենց երեխաների համար են դիմում, հաշմանդամներ իրենց առողջության դեղորայքի համար, տարբեր Հասմիկ հետաքրքիր է, իսկ լինում է, որ ձեզ զանգահարեն բժիշկները։ Իհարկե գաղտնիք չէ, որ այսօր մենք բոլորս խոսում ենք քաղաքացիների իրավունքների մասին, բայց չի կարելի անտեսել նաև բժիշկների իրավունքները եւ գաղտնիք չէ, որ շատ են հաճախ են լինում դեպքեր, երբ ոտնահարվում է հենց բժշկի իրավունքը։ Լինում է, որ բժիշկը զանգահարի թեժգից եւ ինքը ներկայացնի իր բողոքը։ Այո, նման նախադեպեր ունեցել ենք, բժշկական կազմակերպությունից բուժաշխատողները նույնպես դիմում են այս կամ այն խնդիրներով, երբ որ լինում է դեպքեր, երբ հիվանդը դիմում է բժշկական կենտրոն եւ պահանջում է մի բան, որը որ բժշկական կենտրոնը իրավասություն չունի կատարելու կամ տրամադրելու, ասենք կոնկրետ դեպքում կարող է դիմեն իրենց հարազատի համար բժշկական ճորտեղեկատվություն ստանալու համար, երբ որ բժիշկը մերժում է, այդ դեպքում արդեն առաջանում է բողոքի ալիք է բարձրանում։ Այդ դեպքերում արդեն բժիշկներն են մեզ դիմում, որպեսզի նախարարության ներկայացուցիչը բացատրի քաղաքացուն, որ տվյալ դեպքում բժշկական կենտրոնը իրավունք չունի ձեզ նման տեղեկատվություն տրամադրելու։ Այո, լինում են նաև այդպիսի դեպքեր։ Եվ ընդհանրապես ծառայության նպատակը միայն քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը չի, այն նաև ուղղված է նաև բժշկական կազմակերպությունների, բուժաշխատողների իրավունքներին, նրանք ավելի իրազեկված լինեն կազմամեթոդական չափորոշիչները, որոնք որ նախարարության կողմից են մշակվում, լինում է դեպքեր, որոնք շատ դեպքերում կոնսուլտացիոն հարցերով են դիմում։ Հասմիկ, քանի որ մենք հայտարարել էինք, որ թեժգից լինելու այսօր տաղավարում, արդեն ունենք մի շարք հարցեր էլեկտրոնային փոստով, հերթով անդրադառնանք դրանց։ Նարինե Մանուկյանը գրում է. կցանկանայի նախարարության ներկայացուցիչը պարզաբաներ առաջին հիվանդանոցներում բժշկական քարտը վերցնելու համար 2000 դրամ վճարելն օրինական է։ Քարտը վերցնելու, հավանաբար քարտը ստանալու, հա, եւ երկրորդը պոլիկլինիկայից կամ դիսպանսեր կենտրոններից, փակագծում գրել է նարկոկենտրոնից, տեղեկանք վերցնելը, որ հաշվառված չես որպես հիվանդ, վճարովի է, հոգեկան եւ երրորդ հարցը, հոգեկան հիվանդի բուժօգնությունը անվճար է հիվանդանոցում, հերթով երևի անդրադառնանք։ Հիվանդանոցում բժշկական քարտը վերցնելու համար 2000 դրամ վճարել օրինական է։ Օրինական չէ, որովհետև մարդը եթե դիմում է բժշկական կենտրոն, անձը վճարում է բժշկական օգնության եւ սպասարկման դիմաց։ Իսկ ամբուլատոր քարտը հիվանդանոցից կամ դիսպանսեր կենտրոնից կամ պոլիկլինիկայից վերցնելը դա բժշկական օգնություն եւ սպասարկում չէ։ Հետևաբար դրա համար վճարում գանձելը օրինական չէ, եթե կխնդրեի, եթե նման դեպքեր կան,
հաղորդումից հետո կոնտակտային տվյալներ թողեր քաղաքացին, մենք անպայման կապ կհաստատենք, պարզաբանենք խնդիրին չունենա։ Ես հենց դա էի ուզում հարցնել, Հասմիկ, երբ քաղաքացին օրինակ հենց այս կարգի հարցով զանգահարում է ձեզ, զանգի ճակատագիրը, դուք պարզապես ասում եք, որ ոչ դա օրինական չէ եւ վերջ, թե ճշտում եք, որտեղ են ձեզնից ուզել այդքան գումար, կոնկրետ որ հաստատությունում, հետո այդ հաստատություն զանգ եք կատարում, թե արդեն մյուս բաժինն է զբաղվում ինչ զանգի ճակատագիրը։ Երբ որ քաղաքացին իր հարցը բարձրացնում է, մենք մեր ղեկավարության կողմից այնպես է սահմանված աշխատանքը, որ պետքա դա օպերատիվ պետքա կարգավորվի նման հարց, որովհետև քաղաքացին գնացել է բժշկական կենտրոն եւ ինքը տվյալ պահին խնդիր ունի եւ պետքա ստանա բուժօգնություն եւ ինչ որ խոչընդոտ առաջացել, պետքա անպայման տեղում պարզաբանել։ Իհարկե պարզաբանում ենք, որ բժշկական կենտրոնն է, ինչի համար է եւ եթե ուղղորդումը առաջին հերթին փորձում ենք ուղղորդել տնօրինության մոտ, բայց եթե կան խնդիրներ, որ պահանջում է նախարարության միջամտությունը, տեղում կատարվում է դա եւ կարծում եմ ոչ մի քաղաքացի չի կարող այս պահին համենայնդեպս ասել, որ որևիցե հարց մնում է անպատասխան։ Հասմիկ, իսկ երբ քաղաքացիները զանգահարում են եւ դուք զանգահարում եք տվյալ հիմնարկության տնօրինությանը եւ ձեր միջնորդությամբ է, այսպես ասենք, լուծվում հարցը, դրանից հետո լինում են արձագանքներ, օրինակ, երբ քաղաքացին ասի, որ դրանից հետո վերաբերմունքը շատ կտրուկ լավացավ կամ ընդհակառակը ինձ սկսեցին նայել որպես մարդու, որը սիրում է բողոքել։ Քաղաքացիների մոտ անկեղծ ասած այդ մտածելակերպը նստած է, որ եթե իրենք բողոքում են, անպայման պետք է իրենց հետ վատ վերաբերվեն, բայց կարծում եմ նման դեպքեր չեն լինում, համենայն դեպս մենք չենք ստացել նման դժգոհություններ, որովհետև եթե քաղաքացու դժգոհությունը տեղին է եւ խախտվել է այս կամ այն կերպ իր առողջապահական իրավունքը, դա արդեն բժշկական կենտրոնի վրա է մնում եւ նա պարտավորված է այդ խնդիրը կարգավորել արագ։ Հասկանալի է։ Երկրորդ հարցը նույն հեռուստադիտողի պոլիկլինիկայից կամ դիսպանսեր կենտրոններից, նարկո կենտրոնից տեղեկանք վերցնելը, որ հաշվառված չես որպես հիվանդ, վճարովի է։ Վճարովի չէ, բոլոր տեղեկանքները վարչապետի 21 արձանագրային որոշմամբ 2005 թվականի հանված է։ Անձը իրավունք ունի իր առողջական վիճակի մասին տեղեկատվություն ստանալու։ Եթե կոնկրետ հարցը վերաբերում է պոլիկլինիկային, կարող է դիմել տեղամասային պոլիկլինիկա, վերցնել քաղված իր ամբուլատոր քարտից։ Իսկ եթե հարցը վերաբերում է այլ դիսպանսեր կենտրոններից, որ քաղաքացուն անհրաժեշտ է, որ տեղեկատվություն ինքը տվյալ հիվանդության մասով հաշվառված է տվյալ կենտրոնում, թե ոչ, դա նույնպես անվճար է։ Ուղղակի ընթացակարգով պետք է մոտենան, դիմում գրեն, այն 3 օրվա ընթացքում պատասխանեն տվյալ քաղաքացուն, բայց դա անվճար է։ Իսկ եթե քաղաքացին ուզում է, որ շտապ ստանա տվյալ տեղեկատվությունը, անվճար է, տեղեկատվությունը անվճար է։ Երրորդ հարցը նույն մարդու հոգեկան հիվանդի բուժօգնությունը անվճար է հիվանդանոցում։ 3 հարցերն էլ վճարի հետ էր կապված։ Ընդհանրապես հոգեբուժությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է պետական պատվերի շրջանակներում եւ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից։ Այսինքն անվճար է։ Բոլոր 3 պատասխաններին կարծում եմ սպառիչ պատասխան տվեցինք, Հասմիկ, դուք տվեցիք։ Շնորհակալ ենք։ Այս պահին պետք է մեր եթերը տրամադրենք փոքր գովազդային տեսահոլովակներին։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ մեր հեռախոսահամարը 548934 զանգահարեք կամ գրեք մեզ շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ tv.am էլեկտրոնային հասցեով, ուղղեք առողջապահության ոլորտի հետ կապված ցանկացած հարց, թեժ գծի պատասխանատու Հասմիկ Հարությունյանին, քանի դեռ նա մեր տաղավարում է, այս պահին փոքր գովազդ։ Արարատ հեռուստաընկերության եթերում շարունակվում է շտապ օգնություն հաղորդաշարը։ Այսօր մենք խոսում ենք առողջապահության նախարարության թեժ գծի պատասխանատու, ծառայության պատասխանատու Հասմիկ Հարությունյանի հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ, որ դուք կարող եք զանգահարել 548934 հեռախոսահամարով եւ ուղղել ձեր հարցը այսօրվա մեր հյուրին կամ գրեք մեզ, շարունակեք գրել, այսօր ակտիվ եք շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ tv.am էլեկտրոնային հասցեով, այդպես նույնպես հնարավոր է ստանալ հարցի պատասխանը։ Հասմիկ, մենք ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին։ Ալո։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես մի հարց ունեմ, ճիշտ ասած գնում եմ տարբեր բժշկական կենտրոններ,
բժիշկը նշանակում է անալիզ։ Հետո պարզվում է, որ 8-ից 10 անալիզ է նշանակում, այդ անալիզի փողից ինքը տոկոս ունի, բայց ասում է սա մեզ։ Շնորհակալություն։ Ճիշտ ասած, քաղաքացու բարձրացած հարցը շատ գլոբալ էր։ Եթե քաղաքացին դիմում է բժշկական կազմակերպություն հետազոտություն անցնելու համար, նախ պետք է պարզել քաղաքացին ունի սոցիալական կարգավիճակ, արդյոք նա իրավունք ունի օգտվելու անվճար հետազոտություններից, թե ոչ։ Եվ երկրորդը, քաղաքացին արդյոք դիմել է, եթե ունի սոցիալական կարգավիճակ, արդյոք դիմել է բժշկական ցուցումով, պոլիկլինիկայի ուղեգրով, որովհետև հաճախ քաղաքացիները ճիշտ ընթացակարգով չեն մոտենում բժշկական կենտրոն, որի համար վճարման խնդիրներ առաջանում, դրա համար ձևավորվում են բողոքներ։ Այստեղ ինձ թվում է ոչ թե վճարելու համար էր բողոքում, այլ ավելի շատ երևի վիրավորված էր, որ հետո ինքը լսում է, մենք գիտենք, որ դա ընդունված բան է հիմա, չգիտես ինչու, որ տվյալ բժիշկը տվյալ հետազոտություններին ուղարկելուց հետո ինքը ունենում է, ինչպես նա ձևակերպեց, տոկոսներ։ Օրինակ, եթե նման հարցով զանգեն, դուք ինչ ընթացքի եք արժանացնում այս հարցը։ Հարցը ներկայացնում եք որևէ բաժին կամ ճշտում եք որտեղից է եղել այդ բժիշկը, որ կենտրոնից զանգահարում եք եւ կան ընդհանրապես հարցեր, որ ամենաբարձր ատյաններով, այսպես ասենք, լուծում ստանան նախարարին ներկայացնում եք, ես որքան հիշում եմ մեր հանդիպումներից բարբերաբար հաշվետվություն եք ներկայացնում։ Նախ ուզում եմ նշել, որ մեր ծառայության աշխատանքը գտնվում է անմիջական նախարարի հսկողության ներքո եւ ամեն օրվա կտրվածքով մեզ դիմաց քաղաքացիների դժգոհությունների, առաջարկությունների վերաբերյալ զեկուցվում է համապատասխան փոխնախարարին եւ նաեւ այն փոխնախարարներին, որոնք տվյալ ոլորտը կուրացիա են կատարում։ Ամեն օր։ Ամեն օր։ Իսկ ամեն ամիս, երբ որ ամիսը ավարտվում է, մենք ամփոփում ենք մեր մեկ ամսվա բողոքները, հարցադրումները, առաջարկությունները, դրանք ներկայացվում են նախարարին եւ այդ հարցերի շուրջ տրվում են համապատասխան հանձնարարականներ։ Եթե դրանք այն հարցերն են, որոնք ընթացիկ հարցեր են, իսկ եթե հրատապ ինչ-որ խնդիրներ կան, ապա անմիջապես զեկուցում է եւ ստանում են համապատասխան հանձնարարականներ եւ լուծումներ։ Իդեպ պարոն նախարար ինքը նույնպես տեղյակ եք երևի, պարբերաբար այցելում է մեզ մոտ եւ անձամբ ծանոթանում է քաղաքացիների խնդիրներին եւ հաճախ ես հիշում եմ, որ մեկ-երկու անգամ դեպք եղավ, որ նա էր հենց պատասխանում հարցերին, անկեղծ ասած նախարարը այդ ընթացակարգը, այսպես ասեմ, հա, բարբերաբար լինում է, որ պատասխանում է քաղաքացիների հարցերին, ուղղակի մենք դա չենք հրապարակում։ Եվ քաղաքացիները նույնպես չեն իմանում այդ պահին, որ իրենց հետ քաղաքացիները չեն կարող դրա մասին տեղեկանալ, որովհետև մենք ինքներս էլ չենք իմանում, թե երբ կարող է նախարարը գալ եւ պատասխանել քաղաքացիների հարցերին։ Դա ամսական մի 4-5 անգամ լինում է, բայց մենք ընդամենը 2 անգամ ենք հրապարակել։ Քաղաքացիները չեն ասում, այն անուշ ձայնով աղջիկներ, հիմա ով է այս տղամարդը։ Չէ, չեն ասում, որովհետև չեն զարմանում, որովհետև նրանք էլ իրենց խնդիրներն են բարձրացնում, ճիշտ է, իրենք չեն իմանում, որ նախարարի հետ են խոսում, սովորական հարց է։ Հասմիկ, մենք կրկին ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Ես մի հարց եմ ուզում ուղղել վճարումների հետ կապված, նոր լսեցի, որ տեղեկանքների մասին ասացին, որ պոլիկլինիկան անվճար պետք է տրամադրի։ Ես գիտեմ, որ քաղվածքն է, ամբուլատոր քաղաքից քաղվածքն է անվճար։ Եթե քաղաքացին դիմում է, իրեն կոնկրետ հետազոտություններ են անհրաժեշտ, ենթադրենք նյարդաբանի խորհրդատվություն, ակնաբուժի խորհրդատվություն եւ այլն, եւ դա աշխատանքի ընդունման համար է, ոչ թե նա գանգատով է դիմում։ Այդ բարագայում էլ է անվճար սպասարկումը։ Շնորհակալություն։ 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 Ուրեմն պատասխանեմ քաղաքացու հարցին, այո, քաղվածքները քաղաքացու պահանջով անվճար է տրամադրվում պոլիկլինիկայի կողմից, բայց պոլիկլինիկան անվճար է բոլորի համար անվճար է, եթե կան բժշկական ցուցումներ, բայց կոնկրետ դեպքում, եթե աշխատանքի ընդունվելու համար է, դրանք
կան բարբերաբար բժշկական հետազոտություններ են, որոնք ծավալի մեջ ընդգրկված չեն, այսինքն դրանք չունեն բժշկական ցուցումներ, քաղաքացին իր ցանկությամբ մոտենում է այս կամ այն նեղ մասնագետի մոտ, որպեսզի անցնի հետազոտություն աշխատանքի ընդունվելու համար։ Աշխատանքի ընդունվելու տեղեկանքները դրանք անվճար չեն, որովհետև նրանք չունեն բժշկական ցուցումներ։ Իսկ որքան պետք է վճարեն։ Վճարովի ծառայությունների գնացակը ցանկացած բժշկական կազմակերպության առաջին հարկում ամրացված է եւ իրենք անձամբ կարող են տարբեր լինեն տարբեր պոլիկլինիկաներում։ Հնարավոր է տարբեր լինեն։ Իսկ վարորդական իրավունքի համար նույնպես վճարովի ծառայություն է դա, եթե ցանկացած ծառայություն, եթե բժշկական ցուցում չունի, անձի ցանկությամբ է, դրանք վճարովի են։ Այո, Հասմիկ, մենք անդրադառնանք նաև էլեկտրոնային փոստով ստացվող հարցերին։ Հեռուստադիտողը գրում է. Դուք նշեցիք, որ մեկ հեռախոսահամար է սպասարկում օրվա մեջ 50-ից 60 զանգին, այսօր դուք նշեցիք, որ 50-60 զանգ եք ստացել, ասում եք, ձեր կարծիքով դա քիչ չէ, որովհետև երբ զանգահարում ենք թեժգից զբաղված է։ Այս հարցը մի քանի անգամ մեզ էլի եղել է, որ իրենց դժգոհություն են հայտնել այս հարցի վերաբերյալ, այո, այս պահին գործում է մեկ հեռախոսահամար, քանի որ այնտեղ ձայնագրման համակարգ է գործում, որպեսզի քաղաքացին ավելի վստահ լինի իր հարցը անպատասխան չի մնա, որովհետև ցանկացած հարցադրում այդ մեր ձայնագրման համակարգում մնում է, ճիշտ է, հեռախոսահամարը մեկն է, բայց ընթացքում մենք կփորձենք այդ խնդիրը շտկել։ Այո, մյուս հարցը Աննա Հովակիմյանն է գրում, սոցփաթեթի շահառուներին ստիպում են անցնել պարտադիր կանխարգելիչ հետազոտություններ պոլիկլինիկայում անվճար, բայց չէ որ պոլիկլինիկայում հետազոտությունները այսպես թե այնպես անվճար են բոլորի համար։ Ուրեմն ասեմ, պոլիկլինիկայում պետք է նորից կրկնվեմ, պոլիկլինիկան անվճար է բոլորի համար, այո, բայց եթե կա բժշկական ցուցումներ, կոնկրետ սոցփաթեթի տվյալ հետազոտությունները, որոնք համարվում են պարտադիր կանխարգելիչ հետազոտություններ, դրանք չունեն բժշկական ցուցումներ, բժշկական ցուցում չունեն, եթե քաղաքացին առանց բժշկական ցուցման մոտենա պոլիկլինիկա եւ ցանկանա ինչ-որ հետազոտություն անցնել, դա վճարովի կլինի, որովհետեւ չկա բժշկական ցուցում, իսկ սոցփաթեթի պարտադիր կանխարգելիչ հետազոտությունները դրանք առանց բժշկական ցուցումների են եւ դրան նպատակը վաղ փուլերում հիվանդությունները հայտնաբերել եւ կանխարգելելն է։ Հասմիկ, փորձենք հասկանալ որն է բժշկական ցուցումը։ Օրինակ, եթե ես ինչ-որ տեղից բողոք ունեմ եւ ուզում եմ գնալ եւ ասենք ռենտգենյան հետազոտություն անցնել կամ թեկուզ արյան ընդհանուր հետազոտություն, բողոք ունեմ։ Դա բժշկական ցուցում է, թե պետք է անպայման իմ բժիշկը տա այդ հետազոտության համար որևէ փաստաթուղթ, որ ես ներկայացնեմ լաբորատորիա, հետո անցնեմ։ Տեսեք, պոլիկլինիկա դիմելու համար, ցանկացած նեղ մասնագետին դիմելու համար կա ընթացակարգ, այսինքն քաղաքացին երբ դիմում է տեղամասային պոլիկլինիկա, նախ պետք է մոտենա թերապևտին, իր տեղամասային բժշկին։ Տեղամասային բժիշկը, երբ որ գանգատները լսում է, նա արդեն ուղղորդում է այս կամ այն նեղ մասնագետի Եվ մոտ։ դա արդեն բժշկական ցուցում է կոչվում։ Դա արդեն բժշկական ցուցում է կոչվում եւ ներքին ուղեգրումով կարող եք գնալ ցանկացած նեղ մասնագետի մոտ եւ ծառայությունները ստանալ անվճար, բայց եթե դուք շրջանցեք բոլոր օղակները եւ միանգամից մոտենալ նեղ մասնագետի, դա այո, Հասմիկ, իսկ եթե մարդը տվյալ պոլիկլինիկայի շահառուն չի, այսպես ասենք, գրանցված չի այդտեղ, բայց ուզում է հենց այդ պոլիկլինիկայի օրինակ լոր բժշկի ծառայություններից օգտվել, պետք է վճարի դրա համար։ Եթե անձը տվյալ պոլիկլինիկայում հաշվառված չէ որպես բնակիչ, պետք է վճարի դրա համար, բայց բժշկի ընտրության իրավունքը կա, դա սահմանափակված չէ Երևանի տարածքում, եթե այս կամ այն բժշկին չեն նախընտրում են այս կամ այն բժշկին, կարող է քաղաքացին դուրս գալ այդ պոլիկլինիկայից եւ գալ հաշվառվել տվյալ պոլիկլինիկայում։ Այո, հաջորդ հարցը, եթե ես ունեմ ծննդօգնության սերտիֆիկատ, կարող եմ Երևանում անվճար ծննդաբերել։ Բժիշկն ասել է, որ ունեմ ձվարանի կիստա, իմ վիրահատությունը անվճար է, թե ոչ։ Մարզից էր, հա, ոնց հասկացա։ Չի նշել։
նշեց կարող եմ Երևանում անվճար ծննդաբերել։ Երևանում նշանակում ենթադրվում է հնարավոր է Երևանի բնակիչ։ Ուրեմն ասեմ, եթե տվյալ դեպքում մարզի բնակիչ է, մենք նախարարի հրամանով ունենք սահմանափակումներ։ Մարզի տարածքում կարող է ընտրել ցանկացած ծննդօգնության հիմնարկ, որտեղ կարող է իրականացնել անվճար ծննդօգնություն։ Մարզից Երևան անձի ցանկությամբ չի կարող լինել ծննդօգնությունը չի կարող իրականացվել, եթե չկան բացառություններ, եթե չկան բժշկական ցուցումներ, որ տվյալ հղիությունը ճորխնդիր ունի, որը որ պետք է անպայման Երևանում հատուկ մասնագիտացած կենտրոնում իրականացնել ծննդօգնությունը։ Եթե կան նման խնդիրներ, ապա մարզից ուղեգրով կարող են մոտենալ Երևանի բժշկական կենտրոն կամ համապատասխան ծննդատուն եւ անվճար ծննդաբերել։ Իսկ եթե ոչ, ըստ ցանկության դա տեղայնացված է։ Ինչ վերաբերում է այսինքն եթե նա ընտրում է, որ թեկուզ հարևան մարզի, այսինչ մանկաբարձ գինեկոլոգը պետք է իր ծնունդը ընդունի, պետք է վճարի։ Հարևան մարզից չի կարող ընտրել, քանի որ ըստ փաստացի բնակության վայրով է սահմանված հրամանը։ Անվճար սպասարկումը։ Եթե չկա որոշակի խնդիրներ, չկան այս կամ այն հղիության ընթացքում այս կամ այն բարդությունները, որ անհրաժեշտություն ունի Երևանում որևիցե բժշկական կենտրոն համապատասխան բժշկական կենտրոնում հսկվելու կամ պատկերացնենք մի այսպիսի իրավիճակ, հղին ծննդաբերում է, անսպասելի է լինում այդ ամեն ինչը, անհետաձգելի բուժօգնություն է համարվում եւ դա այդ դեպքում նույնպես այս տվյալ տարածքում անվճար է իրականացվում, որտեղ է լինի հղին։ Իսկ ինչ վերաբերում է ձվարանի կիստային, ես ասեմ, որ հետծննդյան շրջանում մինչև 42 օրը լրանալը հղին համարվում է անվճար բուժսառայություններից օգտվող անձ, ընդգրկված է կառավարության կողմից սահմանված 318 որոշման մեջ եւ նա կարող է այդ ժամանակահատվածում ստանալ այդ անվճար բժշկական ծառայությունը, եթե ցուցված է վիրահատություն, ապա այդ մինչև 42 օրը կարող է անվճար վիրահատվել։ Այո, լսենք հաջորդ հեռուստադիտողին։ Ես այդպես էլ պատկերացնում էի, որ այսօր հարցերը տալու են հիմնականում հեռուստադիտողները։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես դպրոցական բուժքույր եմ, ուզում եմ իմանալ, ինչ արժե մեկ աշակերտի վճարը, քանի որ տարբեր պոլիկլինիկաներ վճարում են տարբեր։ Շնորհակալություն։ Դպրոցական բուժքույր։ Մեկ աշակերտի վճարը երևի նկատի ուներ այն գումարը, որ մեկ աշակերտի համար, այո, հատկաց։ Անկեղծ ասած, այդ հարցին մի քիչ չեմ կարող պատասխանել։ Ես կխնդրեմ, որ քաղաքացին տվյալները թողնի եւ անմիջապես վաղը կապ կհաստատենք։ Մեր իրավասության շրջանակներում շատ քիչ բան կա, կարող եմ ասել, որը որ առողջապահության նախարարության իրավասության շրջանակներում անպայման կպատասխանենք։ Եվ խնդրում եմ հարգելի հեռուստադիտող գրանցեք թեժ գծի հեռախոսահամարը 52 88 72, գուցեև միանգամից զանգահարեք եւ Հասմիկը ձեզ վաղը խոստացավ, որ կպատասխանի։ Անցնենք հաջորդ հեռուստադիտողին։ Մեկ վայրկյան։ Կրկին սոցփաթեթի մասին է, սոցփաթեթի շրջանակներում ինձ նշանակվել է MRT հետազոտություն, բայց երբ դիմել եմ բուժկենտրոն, ասել են, որ լրացուցիչ գումար պետք է վճարեմ։ Սոցփաթեթի շահառուների համար Իմիջիայլոց նույն հեռուստադիտողն է ակտիվ։ Սոցփաթեթի շահառու։ Սոցփաթեթի շահառուների դժվարամատչելի հետազոտությունները որոշակի հետազոտությունների մասով սահմանված է, որ նրանք պետք է վճարեն մինչև 20%։ Կոնկրետ հետազոտության անունը ինչպես էր։ MRT։ MRT հետազոտության համար պետք է քաղաքացին վճարի մինչև 20% համավճար։ Այո։ Դա օրենքով է սահմանված։ Հիմա ես անդրադառնամ նաև մյուս հարցերին, որ ստացել ենք։ Ես երրորդ խմբի հաշմանդամ եմ, պոլիկլինիկայից շաքարի դեղերը կարող եմ ստանալ անվճար, թե 50% զեղչով, եւ ընդհանրապես ինչ դեղ կարող եմ ստանալ, ինչ ոչ։ Երրորդ խմբի հաշմանդամները ընդհանրապես դեղորայքը ստանում են 50% զեղչով եւ այն դեղորայքը, որոնք ընդգրկված են դեղերի հիմնական ցանկում եւ այն դեղորայքը, որը որ նշանակում է բժիշկը, ոչ թե պահանջում է քաղաքացին։
եւ քաղաքացին այդ դեղորայքի կարիքը պետք է ունենա, որպեսզի նա կարողանա ստանա 50% զեղչով, կոնկրետ 3-րդ խմբի հաշմանդամը։ Իսկ ինչ վերաբերում է շաքարային դիաբետի դեղերին, շաքարային դիաբետի դեղորայքը բոլորի համար անվճար է եւ տրամադրվում է էլի բժշկական ցուցումով, բժշկի նշանակումով։ Բոլորը, ինչպես նախարարը նշել էր իր խոսքում, 6-րդ ամսից մենք արդեն տրամադրում ենք դիաբետոն, բողոքներ չենք ստացել, բոլորը ստանում են, եթե կա որևիցե խնդիր, խնդրում եմ անպայման զանգահարել։ Նույնը վերաբերում է այս թեմայով մենք երևի 2 շաբաթ առաջ մարզից էր զանգահարողը, ասում է ես շաքարային դիաբետ ունեմ եւ մարզում ասել են, որ չկա ինսուլին։ Նման բան հնարավոր է լինի, թե մենք մեր պաշարները ինսուլինի այնպես ենք պլանավորում, որ երբևէ այդպիսի հարց չառաջանա։ Ընդհանրապես ինսուլինի եւ դիաբետի դեղորայքը դրանք շատ խիստ հսկողության տակ են եւ հնարավոր չի որևիցե տեղ չլինի ինսուլին։ Եթե կան նման հարցեր, ես խնդրում եմ նորից մեզ զանգահարեն, բայց նույնիսկ եթե մարզը վերաբաշխումը կատարել է այս կամ այն պատճառով ուշ է տարել, հա, միևնույն է մարզում կա պահուստային պաշարներ, որոնք պարտադիր միշտ լինում են տվյալ դեպքերում համալրելու համար, մինչև հիմնական բաժինը կբաշխեն քաղաքացիներին։ Հասմիկ, եղել են դեպքեր, երբ բժշկական հաստատությունը կամ բժիշկը թեժ գծի զանգից հետո ենթարկվի վարչական պատասխանատվության կամ առերեսվեն տվյալ հիվանդն ու բժիշկը կամ հաստատությունը։ Ես ուզում եմ մի քիչ ավելի մանրամասն նկարագրեք այդ զանգը հնչելուց հետո ինչ է տեղի ունենում եւ իհարկե դուք նշեցիք, որ վստահելիությունը բարձրացել է, քաղաքացիները շատ են վստահում հիմա եւ շատ են զանգում, բայց եթե նրանք պատկերացնեն, թե իրենց հարցը մինչև ուր է հասնում, գուցե ավելի շատ բարձրանա։ Այնպես չի, որ մեր զանգերի մեջ խնդիրներ չկան, կան խնդիրներ եւ մենք արդեն 10-րդ ամսում մոտ 11 վարչական վարույթ ենք հարուցել։ Վարչական վարույթի շրջանակներում տեղի ունեցել ուսումնասիրություններ, այո, ունեցել ենք բուժաշխատողներ, որոնք ազատվել են աշխատանքից, կիրառվել է այս կամ այն կարգապահական տույժը, իհարկե առանց անունների, բայց ունեցել ենք նախադեպ ենք ունեցել, երբ որ բժշկական կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է նախարարի հրամանով, մինչև այս կամ այն խնդիրը կարգավորելուց հետո նոր փորձեն նորից շարունակել աշխատանքը։ Ունեցել ենք խիստ նկատողություններ, տարբեր կարգապահական տուժեր կիրառվել են, մենք արդեն 11 վարչական վարույթ ենք իրականացրել եւ բոլոր հարցերը ուսումնասիրում են, որ հարցը որ պարունակում է խնդիր, որտեղ որ իսկապես կա խնդիր, դա անպատասխան չի մնում, դա անպայման լուծում, անպայման իր ընթացքը ստանում է։ Այո, մեր երկրորդ գովազդային դադարի պահը մոտեցավ, Հասմիկ, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում է առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայության պատասխանատու Հասմիկ Հարությունյանը։ Մենք ակնկալում էինք, որ դուք շատ ակտիվ եք լինելու եւ փաստացույց է տալիս, որ հենց այդպես էլ կա, 548934 մեր հեռախոսահամարն է եւ շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ TV.am մեր էլեկտրոնային փոստի հասցեն, շարունակեք զանգահարել եւ գրել մեզ եւ ուղղել ձեր հարցը Հասմիկին, քանի դեռ նա տաղավարում է այս պահին փոքր գովազդ։ Արարատ հեռուստաընկերության եթերում շարունակվում է շտապ օգնություն հաղորդաշարը, այսօր մեր տաղավարը վերածվել թեժ գծի, որովհետև տաղավարում է առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայության պատասխանատու Հասմիկ Հարությունյանը, զանգահարեք ձեր հարցերով 548934 կամ գրեք մեզ շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ TV.am էլեկտրոնային հասցեով։ Հասմիկ, մենք այսպիսի հարց ունենք։ Ես Նորա Հարությունյանս տարել եմ հաստ աղու վիրահատություն, ինձ նշանակել են հաշմանդամության 3-րդ խումբ։ Արդյոք ինձ չէր հասնում 2-րդ կամ առաջին խումբ, նախարարությունը կազմակերպում է ակցիաներ անվճար ստուգվելու համար, կրկին 3 հարց է ձևակերպել հեռուստադիտողը եւ հիվանդին երբ շտապ օգնությունով են տանում այն հիվանդանոց, հիվանդը պետք է վճարի, թե ոչ։ Տանում են հիվանդանոց։ Առաջի հարցից պատասխանենք, հա, երևի հաշմանդամության կարգը 3-րդ թե 2-րդ, եթե հաստ աղու վիրահատություն է։
Հաշմանդամության կարգի վերաբերյալ կցանկանայի քաղաքացուն խնդրել, որպեսզի նա դիմի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, քանի որ տվյալ գործընթացը իրականացնող հանձնաժողովում ճիշտ է բժիշկներ են եւ տվյալ հանձնաժողովը գտնվում է տեղամասային պոլիկլինիկայում, բայց մեր իրավասություններից դուրս է, դա գտնվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության իրավասության շրջանակներում եւ կխնդրեի, որ այդ հարցը դիմեին ուղղեն իրենց 144 թեժ գիծը մենք հյուր ունեինք պատասխանատուն հենց գործակալության երկրորդ հարցը արդյոք ինձ եւ երկրորդ նախարարությունը կազմակերպում է ակցիաներ անվճար ստուգվելու համար Այս պահին մենք չունենք անկեղծ ասած նման ակցիաներ այս պահին չունենք, բայց անընդհատ մենք սկրինինգային ծրագրեր ենք իրականացնում, որի շրջանակներում քաղաքացիները կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա եւ այնտեղ անցնել հետազոտություններ։ Օրինակ այս պահին տեղամասային պոլիկլինիկայում հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման նպատակով ոչ վարակիչ հիվանդությունների մասով իրականացում է հետազոտություններ շաքարային դիաբետի, արգանդի վզիկի քաղցկեղի եւ այրան ճնշման վերաբերյալ առանց բժշկական ցուցումների անցնում են քաղաքացիները հետազոտություններ եւ կխնդրեի, որ քաղաքացիները դիմեին, նախարարությունը հորդորում է, որ դիմեն, հայտնաբերեն իրենց խնդիրները եւ առողջ մնան։ Այո, երրորդ հարցը նույն հերոստատիտողի հիվանդին երբ շտապ օգնությունով են տանում բուժկենտրոն։ Այս կարծրատիպը բոլոր քաղաքացիների մոտ կա մենք այս հարցի վերաբերյալ շատ դժգոհություններ ենք ստանում, երբ որ շտապօգնության ծառայությունն է տեղափոխում հիվանդանոց, քաղաքացիներին թվում է, թե դա ինչ որ հիմք է անվճար բուժօգնության, բայց ցանկանում եմ տեղեկացնել, որ շտապօգնության ծառայությունը ընդամենը առաջի բուժօգնություն իրականացնող կայան է եւ եթե անհրաժեշտություն է լինում տեղափոխում է հիվանդանոց, շտապօգնության տեղափոխությունը դա դեռ անվճար բուժօգնության հիմք չէ։ Հասմիկ, խնդրում եմ անդրադառնանք նաև սրտի անհետաձգելի բուժօգնության ծրագրով անվճար վիրահատություններին, որովհետև հեռուստադիտողներից մեկն էլ այսպիսի հարց է ուղարկել, ասում է խնդրում եմ ասեք, թե որ դեպքում է, որ այդ վիրահատությունները կատարվում են անվճար, որովհետև իմ շրջապատում եղավ երկու դեպք, երբ մենք կարծում էինք, որ սա վերջն է եւ մարդը կյանքի եւ մահվան սահմանին էր, բայց ծառայությունը մատուցվեց վճարովի։ Սրտի անհետաձգելի ծրագրի մասին ասեմ, ուրեմն մենք այդ թեմայով հյուր ունեցել ենք առանձին հենց վարչության պետը, կարծում եմ մեկ անգամ էլ արժե որ անդրադառնանք, բայց այսօր այդ ծրագիրը կոչվում է կյանքը փրկող ծրագիր եւ այդ ծրագրի շրջանակներում անվճար ստենդավորումը կատարվում է այն քաղաքացիներին, որոնք ունենում են սրտամկանի սուր ինֆարկտ, էլեկտրոսրտագրություն, էստելևացիա ախտորոշումով։ Տվյալ ախտորոշումը պետք է լինի, որպեսզի պետության տվյալ ծրագրի մեջ ընդգրկվի քաղաքացին եւ մեկ ոչ դեղապատ ստենդը տեղադրվի անվճար։ Այսինքն բոլոր ստենդավորումները, որոնք որ կարիք է առաջանում ստենդավորման քաղաքացիները, դրանք այդ ծրագրի մեջ չեն մտնում։ Հատուկ ախտորոշման դեպքում սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում, որ ուղեկցվում է էստելևացիայով, այդ դեպքում նոր մեկ ոչ դեղապատ ստենդը տեղադրվում է անվճար եւ մենք մինչ օրս արդեն 1300 քաղաքացի տվյալ ծրագրով ստացել է անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում։ Այո, եւ վերջում Հասմիկ, խնդրում եմ ձեր խորհուրդը, մեր քաղաքացիները որտեղից կարող են տեղեկանալ իրենց առողջապահական իրավունքի մասին, որպեսզի տեղեկացված մտնեն բուժհաստատություն եւ չլինեն թյուրիմացություններ, ասենք մեկ բան գիտի, 5 բան չգիտի, ավելորդ բախում չառաջանա ոչ բուժաշխատողների հետ, ոչ բժշկական հիմնարկի ղեկավարների հետ։ Քաղաքացիները իրենց առողջապահական իրավունքի մասին ցանկացած տեղեկատվությունը կարող են ստանալ նախարարության 528872 հեռախոսաշրջօրյա գործող հեռախոսահամարով։ Նշեցի այն էլեկտրոնային հասցեները, որոնցով կարող են իրենց հարցերը ուղղել։ Կարող են հարցերը ուղղել մեր պաշտոնական կայքում տեղադրվում նոր տեղ գտած իմ իրավունքը դարանում, իրենց հարցը կարող են ուղղել, որի պատասխանը կստանան գրավոր։ Բոլոր բժշկական կազմակերպություններում այնտեղ
տեղադրված է նախարարի կողմից տեղադրված է դիմումների եւ բողոքների արկղ, որտեղ կարող են նաեւ առաջարկությունների կարող են նաեւ իրենց առաջարկությունները թողել այնտեղից նույնպես հանվում է այդ դժգոհությունները, ուսումնասիրվում է եւ առհասարակ եթե կան որևիցե առողջ առաջարկներ, որոնք որ կնպաստեն մեր քաղաքականության իրականացմանը, հիվանդ բժիշկ փոխհարաբերությունների լավացմանը, վստահության մեծացմանը, մենք պատրաստ ենք քննարկելու։ Շնորհակալություն Հասմիկ, եւ վերջում ասեմ, որ մենք ստացանք նաեւ 2 շնորհակալական նամակ, ասում են անձամբ Հասմիկին շնորհակալություն ենք հայտնում, որովհետեւ նա իսկապես շատ հետևողականորեն մեր հարցին պատասխաններ է տվել եւ մարդիկ ուզում են իրեն շնորհակալություն հայտնել։ Նաեւ մեր կողմից շնորհակալ ենք, որ մանրամասն պատասխանեցիք մեր եւ հեռուստադիտողների հարցերին։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր այսքանը, հիշեցնեմ, որ մեր տաղավարում մեր առողջապահության նախարարության թեժգից ծառայության պատասխանատու Հասմիկ Հարությունյանը, ես ուզում եմ ասել, որ մենք ընդհանրապես ցանկացած առումով բացի իրավունքներից ունենք նաև պարտականություններ եւ բժշկական կենտրոն գնալուց էլ պետք է հիշենք, որ որոշակի պարտականություններ նույնպես ունենք, չնայած պետք է իհարկե տեղեկացված լինենք մեր իրավունքների մասին։ Վաղը Հայաստանում նշվելու է զինվորական բժիշկների օրը եւ այդ առիթով մեր տաղավարում է լինելու զինվորական բժիշկ եւ հանրապետության գլխավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, ում կատարած վիրահատությունների մասին գիտեք թե ինչ լեգենդներ են հնչում, հուսամ ձեր հարցերը վաղը նույնպես ակտիվ են լինելու, իսկ այսօր այսքան, առողջ եղեք։